Բարի առավոտ իմ շատ սիրելի հեռուստադիտողներ, սիրելիներս ողջունում եմ, շնորհավորում եմ ամռան կապակցությամբ, ձեզ ասում եմ լավ տրամադրություն, ջերմ արևներ եւ իհարկե փորձենք ամառը թե այսպես օգտվել բոլոր բարիքներից եւ այդ ջերմագին արևից եւ իհարկե սնվենք լավ սնունդով, շատ արևի այսպես ջերմությունը կլանած այն համեղ մթերքներով, որը ամռան ընթացքը մեզ պարգևում է։ Ես արդեն այսպես երազանքների մեջ եմ, որ այն հողից ծնված լոլիկները պետք է ճաշակենք, այն համեղ վարունգը պետք է ուտենք եւ իհարկե վայելենք համեղ մրգերը։ Իհարկե, ինչ եմ առաջարկում այսօր։ Հիմա կասեք այնինչ որ ասացիր, մի տեսակ համապատասխան չէ ամռանը։ Ես այսօր ուզում եմ ձեզ առաջարկել պասուց տոլմա պատրաստենք, ինչու, որովհետև այնուամենայնիվ, չնայած որ մենք իհարկե այս հատիկեղենը օգտագործում ենք ձմռանը, ավելի համահունչ է ձմռան եղանակին, այնուամենայնիվ ես այսօր որոշել եմ օգտագործենք հենց այս մթերքները։ Ինչու, որովհետև սովորաբար ավանդական կաղամբից բացի կարելի է պասուց տոլման պատրաստել նաև պեկինյան կաղամբով։ Ահա այսօր միայն երևի թե այս կաղամբն էր պատճառը, որ ես ցանկացա այսօր պասուց տոլմա պատրաստել եւ ընդհանրապես իմ գործընկերներին խոսք էի տվել, որ մի օր մենք պասուց տոլմա կուտենք անպայման։ Եվ ահա այսօր երևի թե այդ օրն էր։ Անկախ ամռան շրջանից ասեմ, որ հատիկեղեն նաև մենք օգտագործում ենք շատ աղցանների մեջ։ Նույն սիսեռով ունենում ենք շատ համեղ լոլիկ, վարունգ, սիսեռ, տապակած հավի կրծքամիս շատ համեղ աղցան է լինում։ Նույն կարմիր լոբիով գիտեք շատ տարածված աղցան է, կարմիր լոբի, լոլիկ, վարունգ, համեմ եւ շատ ընկույզ։ Այսինքն ինչ եմ ուզում ասել, որ հատիկեղենը ամռանն էլ պետք չի բացառել, անպայման որոշակի աղցանների կամ ուտեստների մեջ մենք էլի կարող ենք օգտագործել հատիկեղեն։ Իսկ ինչու այսօր պեկինյան կաղամբով, որովհետև մի տեսակ ոչ ավանդականից դուրս գանք եւ ինչու ոչ, հենց պեկինյան կաղամբը ինքը ամռան մթերք է, շատ ամառային է, շատ թեթև է, շատ դյուրամարս է, սովորական ավանդական կաղամբից պեկինյան կաղամբը ավելի դյուրամարս է։ Դրա համար մի տեսակ այստեղ ամառային շունչը կլինի հենց այս պեկինյան կաղամբը։ Ինչ եմ արել մինչ այս պահը, սիրելիներս, ուրեմն բոլոր հատիկեղենները խաշված են, պատրաստի վիճակում են։ Ես ունեմ այս ամանի մեջ սիսեռ եւ սպիտակ լոբի արդեն խաշված վիճակում, ունենք ոսպ, ունենք կարմիր լոբի, ունենք այստեղ մանր բլղուր թրջած վիճակում, սակայն կարող եք խոշոր բլուրը օգտագործել կամ շատերը կան, որ հենց ձավար են օգտագործում, կամ ծեծած ձավար, կամ կորեկ, ինչպես որ ձեզ է հարմար, ինչպես ձեր ճաշակին քիմքին է հարիր։ Եվ իհարկե կաղամբը, այս պեկինյան կաղամբը ես սիրելիներս չեմ խաշել, պարզապես գիշերը եռացրած ջրի մեջ աղ եմ լցրել, քացախ եմ լցրել եւ մարինացրել եմ այս տերևները։ Այսինքն ընդամենը սրանք քացախով մարինացված տերևներ են, չէ որ մենք պասուց տոլման պատրաստում ենք թթու կաղամբով։ Իսկ հիմա ամառ է, բնականաբար թթու կաղամբ չունենք այնքան էլ։ Եվ այստեղ իհարկե օգտագործելու ենք տոմատի մածուկ, սոխ ենք տապակելու անպայման եւ պղպեղի մածուկ եւս օգտագործելու ենք, այնպես որ սիրելիներս այսպիսի համեղություններ ենք այսօր օգտագործելու, ահա տոմատի մածուկ, ճիշտ եմ վերցրել եւ իհարկե հալած յուղ ենք օգտագործելու անպայման ես այս ամենը տապակելու եմ հալած յուղով։ Հիմա կամած այսպես կսկսեմ իմ աշխատանքն է, ես պետք է սոխը իհարկե մաքրեմ եւ այդ սոխը մանր կտրատեմ ու տապակեմ։ Հիմա նախապատրաստական աշխատանքները կանեմ ու իհարկե կանցնենք առաջ։ Եվ իհարկե համեմունքներից եկեք հենց հիմա համեմունքների փունջը պատրաստենք, մեզ մի փոքրիկ աման է պետք, այսպիսի աման կվերցնենք եւ իհարկե կպատրաստենք այն փունջը, որը պետք է լցնենք մեր այս հատիկեղենի վրա։ Բնականաբար առաջին հերթին աղ,
Իհարկե աղի չափաբաժինը մենք կհասկանանք թե ինչպես ենք բալանսավորելու։ Այստեղ ունենք սխտորի փոշի, ինչու ոչ, կարող ենք օգտագործել սխտորի փոշի, ահա, ունենք սև պղպեղ կօգտագործենք, բնականաբար կարմիր պղպեղը պետք է զուգորդի ուրեմն սև պղպեղին, այսինքն նրանք քույր եղբայր են, պետք է անպայման իրար կողքի լինեն, այսպես, քրքում ես կօգտագործեմ, բնականաբար ես վստահ եմ, ինձ կասեն դե պասուստոլմայի մեջ ինչ քրքում, բայց հավատացնում եմ շատ տեղին կլինի, քանի որ բավականին մարսողության առումով կարող են նրանք ծանրամարս լինել, դրա համար սա կհասնի օգնության։ Քրքում ենք օգտագործում։ Մենք նաև օրեր առաջ Սոնան կարևոր ինֆորմացիա փոխանցեց քրքումի մասին, այն որ շատ կարևոր է եւ շատ օգտակար է։ Այսպես, հետո ինչ ենք ավելացնելու այստեղ։ Շատերը օրինակ չոր կանաչեղենը եւս օգտագործում են, կամ ցիտրոն, կամ ռեհան։ Ես դրանք չեմ օգտագործում, դա էլ թողնենք ըստ ճաշակի։ Ահա պատրաստեցինք այսպիսի փունջ, սիրելիներս, ես այս ընթացքում սոխը կմաքրեմ, կմանրացնեմ եւ կսկսեմ տապակել, շարունակությունը միասին։ Դուք մնացեք մեզ հետ, այս պահին դադար կլինի մեր եթերում, հետո կշարունակենք անպայման։ Մնացեք մեզ հետ։ Բարի ողջույն, բարի արև, իմ շատ սիրելի, իմ թանկագին հեռուստադիտող։ Այսօր պասուց տոլմա ենք պատրաստում եւ եւս մեկ անգամ կկրկնենք, թե ինչ բաղադրիչներ ունենք, իսկ ես ասեմ, այս ընթացքում ես հասցրեցի սոխը մաքրել, կտրատել եւ իհարկե այս հալած յուղով տապակել։ Եվ ինչ ենք անելու հիմա։ Սիրելիներս, պատրաստում ենք պասուց տոլմա պեկինյան կաղամբով, որը արդեն նախապես մարինացրել եմ քացախով եւ այն հետաքրքիր ամառային տեսք եւ համ է ունենալու։ Ահա, այստեղ ավելացնում ենք տոմատի մածուկը, բայց ինչ տոմատի մածուկ ավելացենք, եկեք անդրադառնանք համեմունքներին, բազմապիսի համեմունքներ, ես մի երկու բան էլի ավելացրել եմ, խմելի, սունելի եւ չաման, եւ ինչպես ասացի, կան մարդիկ, ովքեր ցիտրոն են ավելացնում, կան մարդիկ ռեհան են ավելացնում, ես կավելացեմ չորացրած նանա։ Ահա, եկեք առաջին հերթին համեմունքները ավելացնենք։ Հետո նոր տոմատի մածուկը եւ պղպեղի մածուկը։ Սիրելիներս, ասեմ նաեւ, այստեղ շաքարավազ ունենք, եթե հարցնեք շաքարավազը ինչի համար է, ես խճողակին պետք է քացախ եւս ավելացնեմ, այնպես որ շաքարավազը տոմատի մածուկին, քացախին բալանսավորելու է, տալու է ճիշտ համ։ Ահա ավելացնում եմ մեր այս բազմապիսի շքերթը համեմունքների եւ խառնենք։ Այստեղ ավելացնենք նաեւ տոմատի մածուկ, պղպեղի մածուկ։ Շատ սիրելի Ադրինե ջան, ողջույն Սոնա ջան, ուրախ եմ որ միացար ինձ սիրելիս։ Սիրով, ես եկել եմ ասելու, որ ինչպես միշտ քո բաղադրատոմսը հենց օրվան համահունչ է, որովհետև բոլորս գիտենք, որ աշխատանքային շաբաթվա սկիզբը մի փոքր բարդ է, քան մնացած օրերը եւ պետք է շատ լավ սնվել, որպեսզի ամբողջ շաբաթվա համար ունենալ մեծ էներգիա։ Պաշար, այո, Եվ պասուց տալման իդեալական տարբերակ է այս դեպքում։ Այո, ես էլ եմ այդպես կարծում, ինչպես ամենասկզբում նշեցի, գուցե արդեն մարդիկ ասեն, որ դե գիտես հատիկեղենի ժամանակ չէ, արդեն պետք է անցնել թարմ մթերքների։ Այո, միանշանակ թարմ մթերքները ամռանը անպայման մեր անբաժանելի մասն են կազմելու, բայց հատիկեղենն էլ պետք չէ ամռանը բացառել, որովհետև այո, նրանք ունեն անհրաժեշտ վիտամիններ, իրենց մեջ պարունակում են, որը մեր օրգանիզմի համար շատ կարևոր է։ Եվ պասուց տոլման իհարկե ճաշակելը սառն է շատ հաճելի, այնպես որ ապրան համար կարող է իդեալական լինել։ Իհարկե, ճիշտ է, իհարկե, պասուց տոլման սառն ենք ընդհանրապես, այդպես է ձևը, եւ ամռանը որևիցե համեղ աղցանի լոլիկ վարունգի կողքին։ Ես պետք է լռեմ արդեն, հասկացա։ Հիմա կլինի կարճատև դադարժի էլի հեռուստատոներ, բայց հետո կվերադառնանք եւ Ադրինեն կշարունակի իր խոսքը։
Բարի ողջույն մեր թանկագին հեռուստադիտողին սիրելիներս, Սոնան իրավացի է, այսօր պասուց տոլմա ենք պատրաստում, բայց այն պատրաստում ենք պեկինյան կաղամբով, ոչ ավանդական մի փոքր տարբերակով, ինչու, որովհետև ցանկացա մի փոքր ամռան շունչ տալ այս համեղ տոլմային։ Ինչ արեցինք մինչ այս պահը, պատրաստեցինք տապակած սոխ, որտեղ ավելացրեցի բազմապիսի շատ համեմունքներ, բայց հատկապես նշեմ, որ այստեղ ունենք նաև չորացրած նանա ավելացրած, այստեղ ունենք տոմատի մածուկ եւ իհարկե պղպեղի մածուկ։ Ես ավելացրել եմ նաև քացախ եւ շաքարավազ, որպեսզի այս բոլոր համերը համահունչ բալանսավորվեն։ Եվ հիմա ավելացնում ենք կարմիր լոբին, խառնենք, ավելացնենք ոսպը, այսպես, ավելացնենք սպիտակ լոբին եւ սիսերը եւ իհարկե բլղուրը։ Ես այստեղ օգտագործում եմ մանր բլղուր, սակայն դուք կարող եք այն փոխարինել խոշոր բլղուրով կամ ձավարով։ Ըստ ճաշակի։ Այսպես, լավ խառնենք այս բոլորը։ Այսպես, շատ լավ պետք է խառնել։ Ես կրակը չեմ անջատել սիրելիներս, որպեսզի տաքությունը պահպանվի։ Եվ արդեն կամաց պետք է անցնենք հաջորդ գործողությանը, այսինքն փաթաթելու պրոցեսին։ Ահա, միասին փորձենք մի քանի հատիկ փաթաթել, հետո իհարկե ես այդ բոլորի վրա պետք է ավելացնեմ տոմատի հյութ եւ այն յուղով էլի փորձենք եփել։ Քանի որ բոլոր մթերքները բնականաբար եփված են, շատ երկար ժամանակ մեզնից չի խլի, այնքան որ համերը միախառնվեն եւ այսպես ասած յուղը, հյութը, ամեն ինչը տեղը ընկնի ու հետո արդեն կթողնենք կսառչի եւ կվայելենք այն, բայց ցանկության դեպքում շատերը նույնիսկ տաք վիճակում շատ սիրում են եւ այդպես ուտում են։ Ահա այսպես սիրելիներս համարյա թե խառնված է ամբողջությամբ եւ հիմա պետք է սկսենք փաթաթել։ Այսպես, կարծում եմ շատ լավ է ամեն բան, ես տեղափոխեմ ամանները, հագնեմ իմ ձեռնոցները եւ սկսենք փաթաթել։ Այսպես։ Սիրելի Ադրինե, Ողջույն Սոնա ջան։ Շատ ողջույն, դու արդեն վերջնական փուլում ես, ոնց տեսնում եմ, եւ պետք է արդեն միջուկ անցկացնես շատ օրիգինալ կաղամբի մեջ։ Այո, անկեղծ ես հիմա ուզում եմ իմ հերթական անկեղծության այսպես շունչն է բացվել եւ ասեմ հեռուստադիտողին, որ պետք է որ գիտեմ, ասա։ Ինչու ոչ, այսպես ասեմ, որ թող հեռուստադիտողն էլ իմանա, որովհետեւ շատերին կարող է անծանոթ թվալ, որ ոնց կլինի, օրինակ պեկինյան կաղամբով։ Ես ինքս առաջին անգամ եմ փորձում, սակայն գիտեմ, հարցրել եմ, հարցուփորձ եմ արել եւ ինձ ասել են, որ շատ համեղ է ստացվում։ Ինքս առաջին անգամ եմ փորձում եւ որոշեցի այս էքսպերիմենտը հենց հեռուստադիտողի հետ միասին անենք, բայց վստահ եմ, որ շատ լավ է լինելու եւ շատ համեղ։ Ես էլ եմ վստահ, հայ-չինական բարեկամությունը ավելի այսպես սերտ կապերի ենք բերում։ Ճիշտ է։ Եվ այստեղ տեսնում եմ մեր գործընկերոջ Իջևանի գինու գործանի արտադրանքը եւ վստահաբար ամեն ինչ ավելի համեղ է լինելու հենց Իջևանի գինու գործանի շնորհիվ, որովհետեւ այս գործարանը առաջարկում է պահածոների եւ հյութերի լայն տեսականի, որոնք բոլորը փաստում են տնական համի ու հոտի մասին, որովհետեւ գործարանում աշխատում են Տավուշի մարզի այսպես լավ պատրաստող կանայք, տատիկները, մայրիկները, ովքեր իրենց տան բաղադրատոմսերը տանում են գործարան եւ հենց գործանում պատրաստվող արտադրանքն էլ նույնքան տնական համեղ եւ հյութեղ է լինում, ինչպես օրինակ մեր մայրիկները եւ տատիկներն են պատրաստում։ Եվ դե իհարկե Իջևանի գինու գործանը առանձնանում է անմահական գինիների տեսականիով, որոնք վաղուց դուրս են եկել Հայաստանի Հանրապետության սահմաններից եւ շատ սիրելի են դարձել ինչպես մեր հայրենիքում, այնպես էլ մեր հայրենիքի սահմաններից դուրս։
Եվ իհարկե այս ամենի հետ միասին շատ կարևոր է առավոտը կաթնամթերք օգտագործելով սկսել, սա շատ օգտակար է բոլորիս օրգանիզմին, հատկապես երեխաների համար, եւ շատ կարևոր է որպեսզի կաթնամթերքը ընտրենք անարատ կաթից պատրաստված, քանի որ մեր օրերում գիտենք ինչքան հավելումներ են ավելացնում տարբեր կաթնամթերքների մեջ, բայց այս ամենը էլոլայի մասին չէ, քանի որ էլոլան բացառապես անարատ կաթից է պատրաստում իր կաթնամթերքը եւ ունի պանիրների լայն տեսականի, ինչպես նաեւ նորույթի մասին չենք մոռանում բաստուրմայի եւ սոլոգունիի համադրությունը։ Ապրես իմ աղջիկ, որքան ինֆորմացիա փոխանցեցիր հեռուստադիտողին, ես կարծում եմ հեռուստադիտող պետք է որ իրեն համար կարևորը առանձնացնի եւ իհարկե մեզ հետ միասին ինչու ոչ փորձի այս ամենը եւ մեր խոսքերն էլ հաստատի, որ մենք իրավացի ենք։ Այո, եւ սեփական օրինակով ենք այս ամենը իհարկե խորհուրդ տալիս, որովհետեւ ես ինքս հիմա երբ գնում եմ խանութ, անպայման փնտրում եմ կաթնամթերքի բաժնում էլոլա եւ քանի որ այս ապրանքանիշը բացառապես անարատ կաթից է պատրաստվում, ամեն քայլափոխի կդժվարանամ ասել, որ գտնել հնարավոր է, բայց երբ փնտրում եք կան խանութներ, որտեղ թարմ է, այստեղ մի ամբողջ այսպես ցուցանակում մի ամբողջ տեղ զբաղեցնում է ցուցափեղկում եւ կարող եք գտնել եւ վայելել իհարկե։ Լավ բանը քիչ է լինում եւ պետք է փնտրել ու մի քիչ ջանք թափել, որպեսզի գտնենք։ Այո, շատ ճիշտ ես եւ պետք է նաեւ հուշումներ տալ մարդկանց, որտեղ որ լավ բան կա, այ գնացեք դեպի այդ կողմ։ Այ այսպես։ Եվ իհարկե, ահա տեսնում եմ մեր հեռուստադիտողը շատ իմիջիալոց եւ շատ նուրբ է եւ շատ հեշտ է Ժողովուրդ ջան, այնքան սովորական կաղամբից հավատացում եմ ավելի հեշտ է փաթաթվում, չի պատռվում եւ ավելի գեղեցիկ է ստացվում, թե գունային առումով եւ թե իր այսպես բարակ է, քան սովորական։ Շատ ճիշտ է, շատ նուրբ է, իրեն այսպես ասած երակները երևում է, այս ճյուղերը երևում են եւ ահա տեսեք թե որքան հետաքրքիր ու գեղեցիկ է ստացվում։ Այո, ինչ որ Ասիա հայկական խոհանոց է ստացվում մեզ մոտ, բայց շատ հետաքրքիր եւ համեղ։ Ավանդական տարբերակից շատ չենք շեղվել, ժողովուրդ ջան։ Միայն կաղամբի առումով, այո, համեմունքների առումով, եթե ինչ-որ մեկը կասի, որ չէ, բա այդքան մենք հայերս այդքան համեմունք չենք օգտագործում, այո, իրավացի ենք, շատ մենք համեմունք, այսպես ասած, սովոր չենք կամ չենք սիրում, բայց երբեմն այսպես փոփոխություններ արժում են, ժողովուրդ ջան, կարելի է երբեմն համային փոփոխություններ անել եւ իհարկե ես կարծում եմ բաց չի։ Քեզ անպայման հարցնեմ միջուկի մասին, քո կարծիքով առհասարակ միջուկը առանձին փորձելը դա մեր մշակույթին հատուկ է։ Դա օգտակար է, պետք է թե ավելի լավ է սպասել վերջնական, արդեն կաղամբով եփված տարբերակին նոր համտեսել։ Դե գիտես, եթե հաշվի առնենք, որ օրինակ շատերը սիրում են գալ համտեսել։ Համտեսը անպայման պարտադիր է, ահա մեր Անահիտն էլ է հաստատում, որ իսկապես համտեսը պարտադիր է։ Հատկապես խոհարարները կամ տանտիկիները, որ պատրաստում են, համտեսը ինչու ոչ, շատ պարտադիր է։ Եվ երեխաների թրցնելն էլ է։ Երեխաների թրցնելը, այո, ինչու ոչ, շատ ես լավ է, ընդունելի է խոհանոցում, իսկ հատկապես եթե պրոֆեսիոնալ մոտեցում ցուցաբերենք այս ամենին, շեֆ խոհարարները պարտադիր պետք է փորձեն, որպեսզի իմանան իրենց հյուրերին ինչ են մատուցելու, այո, սա պայման է, այսպես ասած։ Դե կարծում եմ խոհանոցում ամեն ինչ պարզ է, այս նույն գործընթացը կշարունակվի մինչև միջուկը ամբողջությամբ կլինի կաղամբների ներսում եւ մենք կարող ենք ունենալ կարճատև դադար հիմա։ Այո, իհարկե կարող ենք, ամենավերջում կմատուցենք եւ կցուցադրենք, թե ինչ տեսք ունի մեր տոլման։ Մեզ մոտ կլինի կարճատև դադար, որից հետո մենք դեռ ունենք շատ հետաքրքիր հյուրեր եւ իրենց հետ զրուցելու ենք շատ հետաքրքիր թեմայի մասին։ Իմ շատ սիրելի հեռուստադիտողներ, ահա ես փորձում եմ մատուցել մեր օրվա բաղադրատոմսը, իսկ մեր բաղադրատոմսներ պասուց տոլմա պեկինյան կաղամբով, խորհուրդ եմ տալիս անպայման դուք էլ փորձեք, վայելեք, ընդունեք այս կարևոր վիտամինները եւ այս համեղ բաղադրիչները համեղ ամառային աղցանով վայելել եւ մշտապես, ինչպես ասում ենք, մնալ մեզ հետ առաջին ծրագրի հետ։ Սիրելիներս, լավ նայեք ձեզ, ամառը վայելեք, լավ սնունդ ընդունեք ու իմացեք, որ ես ձեզ շատ եմ սիրում։ Կհանդիպենք։